ողորմյա, չես հրամայել, չէ, և ողորմյա, չես ասել։ Գեց հոտեր Ես չեմ երգում, ես ապրում եմ Աստծո ներկայությունը։ Մնացած Աստված ինքն է անում։ Եվ որ ելնած այն։ Իմ մտքի մեջ Տիրոջ խոսքը կա։ Դուք մի մտահոգվեք, մի մտածեք ինչպես պիտի ներկայացնեք, որևէ բան կամ խոսեք, ներկայանաք։ Դուք թույլ տվեք, առանց վախենալու, թույլ տվեք, որ Սուրբ Հոգին ձեր մեջ խոսի։ Այսպես դու պիտի հրավիրես հիմա, որ բոլորը քեզ միանան, ինչպես պիտի հրավիրես։ Երբ որ ելնես ամենու լսելու, եկեք սեղանը պատրաստ է, ինչպես կհրավիրես։ Ողորմյան դադաց եղիցուկ, դերը ողորմյա, դերը Այդ պահին Աստված ներկա է իմ ներկա պահի մեջ, և ես փորձում եմ միայն իրեն զգալ, և այդ զգացողությունը փոխանցել իմ հավատացյալներին։ Որքան ազատ ցկեք, այնքան Սուրբ Հոգին ավելի պիտի խոսեր ձեր մեջ։ Որ մենք իրապես դառնանք Քրիստոսի անունով հավաքվածներ, որտեղ ներկա է ինքը Քրիստոս։ Ես այդ ապրումներն եմ ունեմ, թե հետո երգեցողությունը ինչպես է լինում, վստահաբար դա արդեն Աստված է առաջնորդում։ Ես չեմ մտածում ամենայնիվս որ երգում։ Պատարագը իմ հոգևոր ուժի աղբյուրն է։ Որպեսզի ես կարողանամ որևէ ծառայություն մատուցել, որևէ ճանապարհով իմ հոգևոր առաքելությունը իրականացնել, միակ աղբյուրը, որից ես սնվում եմ եւ հոգևոր ուժ եմ ստանում, ծառայությունս արդյունավետ մատուցելու, դա սրբազան պատարագի բանն է։ Սրբով ավետարանիս Հիսուսի Քրիստոսի որս դու գասու։ Պատարագի ժամանակ հոգևորականը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին եւ խորանի վրա ինքը ներկայացնում է Տիրոջը։ Դուք Աստուծմե խնդրեցեք Աստուծո արքայությունը եւ Աստված այդ բոլորը ինչ որ պետք ունի ավելիով պիտի գա ձեզ։ Հարկ
եւ ամբողջ խորհրդակատարությունը, որ կատարվում է կապված Տիրոջ հետ, որտեղ պատարագը արդեն խորհուրդը Տիրոջ զոհաբերումն է, պատարագվելն է խաչի վրա, մեր բոլորի մեղքերի համար։ Իսկ հոգևորականը պատարագող պատարագիչ քահանան, հոգևորականը ինքը խորհրդանշում է արդեն Քրիստոսին եւ այդ ամբողջ պատարագի խորհուրդը իր միջոցով է կատարվում։ Այսինքն հոգևորականը այդ պահին ամբողջությամբ ապրում է այն ամբողջը, ինչ որ ապրել է Քրիստոսը մինչև խաչ բարձրանալը եւ պատրաստվելը։ Օրյալ, եկյալ անվանտյալն, օրություն իբարձունց։ Ասաց ինքդ բարգեւ, որ եթե դուք վստահեք Տիրոջ, մասնակից լինեք նրա նախաքնաղությանը եւ այդ վստահության ու հավատքով խնդրեք նրա արքայությունը, այսինքն նրա ներկայությունը մեր ներկա կյանքում, մնացածը ինչ որ մեզ պետք է Աստված ավելի լավ գիտի։ Արեք Գերեք, այս է մարմինին, որ բասում ձեր և բազմած բաշխի, իքավություն և իտողություն մեղած։ Այս է արյունն իմ նորողտի, որ հագս ձեր և բազմած հեղանի, իքավություն և իտողություն մեղած։ Ամենայն սրբով զորս իշադագեցավ ես անավելապես Այն ամբողջ տարապանքը մարդության համար, այն ամբողջ չարչարանքը, ցավը, ցավին խառնված սերը, որ ուզում էր փրկել մարդկանց, այդ ամբողջ ապրումներն ու զգացումներն է հոգևորական ազգում պատարագի սկզբից մինչև վերջին պահը, երբ որ արդեն պատարագված մարմինը եւ արյունը Տիրոջ բաժանվում է ժողովրդին, արդեն մարմնավորված սերն ու փրկությունը մարդության համար։ Ճաշակ է սուկ սրբության, որ իսյալ հերգնից բաշխի, իմիջի մերում, սայքյանք, հույս, հարություն։ Ավետարանում մեր Տերը ասաց, կանչվածները շատ են, բայց ընտրյալները քիչ, որովհետև ընտրյալ լինելը արդեն տվյալ անձի որոշումն է, ինքը պիտի որոշի, որ դառնա ընտրյալ,
Մարդիկ, որ սուրբ են դառնում, իրենք են որոշում առնում սուրբ դառնալու, իրենց կյանքը փոխելու և նվիրելու Աստծուն։ Աստված կանչում է բոլորին, կոչում է տալիս, բայց քանի որ Աստված տվել է մեզ ազատ կյանք բոլորիս, ես ունեմ այդ ազատությունը, այդ կոչումը արժևորելու, ընդունելու կամ չարժևորելու և այդ կոչումից հրաժարվելու։ Հայր սուրբ, բոլորս միասին ասենք, Հայր սուրբ, ըստ քեզ ունենք, իբրև միշտոր հաշտության, Ար բարեխոս միացին Աստուծո, Սի ըստ քահանայական իշխանության վտ, քահանայական իշխանության վտ, որ դրված է քեզ, արձակե մեզ, մեր մեղքի գավանքները, աղաչում ենք քեզ, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Ես շատ կուզեմ և միշտ ցանկանում եմ, որ եկեղեցում հավատացյալների ներկայությունը շատ լինի, բազմություն լինի, տասնյակ, հարյուրավոր մարդիկ լինեն, բայց երբ որ տեսնում եմ 10-ին նստած, ես ուրախանում եմ, եթե Քրիստոս ասաց 99-ը թողնեմ և կգնամ մեկի ետևից, ուրեմն այդ մեկը ինչ կարևոր է, արդեն մեկի ներկայությունը, ու եթե այդ մեկը 10-ն է, սա արդեն շատ է ուրախացնում ինձ, և այս այդ 10-ի մեջ փորձում եմ ապագայի բազմությունը տեսնել, որովհետև Աստված ասաց Սոդոմ Գոմորն է, եթե 10 արդար լինի կպահեն, ուրեմն այդ 10-ը արդեն մեծ կարևորություն է, որտև այդ 10-ից է, որ պիտի հետո բազմություն լինի եկեղեցում։ Ես այդ հավատքով, այդ հույսով և այդ սպասումով եմ, որ աղոթում եմ նաև։ Եվ այդ 10-ից ամեն մեկի մեջ ես այդ ապագան եմ տեսնում բազմության։ Եվ աղոթում եմ դրա համար, ու սպասում եմ հավատքով։ Զորություն և առողջություն, հոգվոր և մարմին, լցոտ էր ամենայն աստվածային, զորությամբ, օրհնությամբ և շնորհով, փրկիր և ազատիր, երևելի և աներևույթ թշնամիացուս և ամենայն չարը, արժանավորյա Տեր, գոհությամբ հարավոր է քեզ, ընդ հոր և սրբողովույթ, այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից աներ, օրհնյալ լինեք սուրբ ոգուշնորհներով, միշտ մնաք խաղաղության մեջ, և մեր Տեր Հիսուս Քրիստոս, լինի ձեզ հետ այժմ և հավիտյանս հավիտենից աներ։ Ես հրավիրում եմ բոլորից աղոթենք օրհնենք մեր համեղ կերակուրները, որ պատրաստել են մեզ համար այսօր, մեր այս ծուխի շրաջան և նվիրյալ տիկինները, և աղոթքից հետո կմոտենանք և կվերցնենք։ Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբո ամեն։ Հայր մեր, որ երկրս ես, սուրբ վերցի անուն Քո, եկես Ձեր արքայություն Քո, ելույթ կամ Քո,
որպես հրկինս ջերմի, ասաց մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիսվեր, որպես և մենք թող մերոց պարտամանած, և մի տանիրս մեզ իպորցություն, այլ բրգյաս մեզ իչարել, զիքոյ արկայություն և զորություն, և հարկ համիտյալս համիտենից ամեն, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, օրտնյա Քրիստոս Աստված մեր, հոգևոր օրհնության, ըստ սեղանս, ըստ սեղանագիծս և զամենայն բարությունս անվան Հոր և Որդվո և Որդու Սրբոտ, ճաշակեսու քահանության ոսկերակուրս, որ պարգևյալ է մեզ իդյալն է, օրհնյալ է Տեր, ի պարգևս յուր, ամեն։ Բարի ախորժակ բոլորին և ուրախ շարք։ Ես եկա այստեղ և առաջին իսկ այցելությանս, և մինչև այսօր ես տեսնում եմ կատարյալ սեր, նվիրում ու ծառայություն, թե վարչության անդամների կողմից, թե տիկնացնության անդամների, և թե ընդհանրապես բոլոր այն հավատացյալների, ովքեր այսօր կան և ներկա են, որպեսզի այս ծուխը զորանա, ապրի և մեծ ուժ լինի, որպեսզի այս ծուխի մեջ էլ մեր Տերը փառավորվի, ու աղոթում եմ, որ Աստված ինձ այս լավ ծուխից Վիկտորվիլի և շրջանի հայոց, այստեղի հիասքանչ հավատացյալ հայորդիներից հեռու չպահի։ Ամեն օր ձեզ հետ է լինելու։ Ես արդեն որ գնում եմ, հենց լավ պահ եմ ունենում հոգևոր խոկման աղոթքին, Վիկտորվիլի իմ եկեղեցու ծուխի բոլոր անդամները այդ պահին իմ հոգևոր խոկման և աղոթքի մեջ են։ Լավ է, ամենայն բարի։ Ձայներն է տանսպատ, Դա այդ առիթ է, որպեսզի ես կարողանամ գալ ամիսը թեպուս մեկ անգամ և աղոթքով, Տիրոջ խոսքով միասնաբար մեր ծառայությունը մատուցենք, որպեսզի ծուխը զորանա և Աստված փառավորվի։